Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն նոյեմբերի 30-ն է, մի փոքր ուշ ենք պատրաստում մեր հաղորդումը։ Կարճ, կարծում եմ հաղորդում կլինի, բայց շատ կարևոր, քննարկելու ենք Հայաստանին վերաբերող հարցեր, հատկապես եկեղեցուն առնչվող հարցեր։ Երեկ մենք ավարտեցինք մեր հաղորդումը, միանգամից պարզ դարձավ, որ նոր հայտարարություն են տարածել 10 եպիսկոպոսներ եւ շատ ավելի լուրջ հայտարարություն են տարածել 10 եպիսկոպոսներ փաստացի պահանջելով Գարեգին II-ի Կտրիչ Ներսիսյանի հրաժարականը ու նաեւ ասելով այն հայտարարության մեջ, որ եթե 1999 թվականին չկեղծվեին կաթողիկոսի ընտրությունները, ապա լրիվ այլ իրավիճակ կլիներ այսօր հայ առաքելական եկեղեցում։ Այդ հարցին կանդրադառնանք, կխոսենք այսօր պատարագից, որը որ տեղի ունեցավ Սուրբ Սարգիս եկեղեցում, ինչպես նաև մի շարք այլ հարցերի նույնպես կանդրադառնանք, հիմնականում միջազգային հարցերից կանդրադառնանք Ուկրաինային վերաբերող նոր տեղեկությունների, այսինքն բանակցություններ են սկսվել հենց հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆլորիդայում, որին որ մասնակցում են Ուկրաինայից Ումերովը, պաշտպանության նախարար, ամերիկյան կողմից պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև բանագնաց բիզնեսմեն Ստիվ Վիտկոֆը, հայտարարություններ արդեն կան, Զելենսկին էլ է արել հայտարարություն, ուկրաինական կողմը նկար է հրապարակել, հայտարարությամբ հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նաև մի փոքր անհանգիստ իրավիճակ է Մերձավոր Արևելքում, Իսրայելի շուրջ, Սիրիայի շուրջ, հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում, դրանց բացի Քրդստանում կարծես եւս ամեն ինչ հանգիստ չէ, Իրաքյան Քրդստանի մասն է խոսքը, եւ այդտեղ էլ Իրանն է շատ ակտիվացել, այս հարցերին անպայման կանդրադառնանք սիրելի հայրենակիցներ։ Բայց ինչպես միշտ սկսենք Հայաստանին վերաբերող հարցերից եւ ինչպես արդեն նշեցի սիրելի հայրենակիցներ, հենց երեք երբ որ մենք ավարտեցինք մեր հաղորդումը, խոսում էինք սրբազանների հայտարարության մասին, պարզ դարձավ, որ նոր հայտարարություն են տարածել նրանք 10 սրբազան հայրեր, ովքեր որ այցելել էին Նիկոլ Փաշինյանին, շատ հետաքրքիր հայտարարություն են տարածել, որով որ հստակ նշում են, թե եթե 1999 թվականին կաթողիկոսի ընտրությունները չկեղծվեին, փաստացի լրիվ այլ իրավիճակ կլիներ այսօր հայ առաքելական եկեղեցում, դրանց բացի նրանք հստակ կոչ են անում Գարեգին II-ին Կտրիչ Ներսիսյանին, այսինքն եթե ավելի կոռեկտ լինենք, արդեն կոռեկտություն ահա այս ձև է պետք որ լինի, նրանք կոչ են անում գնալ հանգստյան, առանց լուրջ խոչընդոտներ ստեղծելու փաստացի հայ առաքելական եկեղեցու համար։ Արձագանքներ դեռևս մեծ չկան, բայց հստակ ակնկալվում է, որ իրոք նման բան տեղի կունենա։ Ամեն օր կրկնեմ օղակը սեղմում է նրա շուրջ, տեսել էի մեկնաբանություն երկու օր առաջ, որ արդյոք վտանգ չի առաջանա, որ հայ առաքելական եկեղեցին կրկին բաժանվի, մի մեծ թեմ վերածվի լրիվ այլ մի բաժնի, օրինակի համար ինչպես որ մենք ունենք Անտիլիասը, հա կա նման վտանգ, խոսքը կոնկրետ Ռուսաստանի թեմի մասին է, որը որ ղեկավարում է Գարեգին II-ի եղբայր Եզրասը, պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը այդպես բարձր շքանշանով պարգևատրեց նրան, իրոք նման վտանգ եւ ակնարկ ես տեսնում եմ ցավոք սրտի եւ ոչ միայն ես եմ տեսնում, կան մարդիկ, ովքեր որ հստակ նման վտանգներ տեսնում են, սիրելի հայրենակիցներ, եւ իմ պատկերացմամբ Հայաստանի իրավապահ համակարգը, հատկապես հատուկ ծառայությունները շատ լուրջ պետք է զբաղվեն այս հարցով, ասեմ ինչու համար։ Նույնիսկ կարող է Գարեգին II Կտրիչ Ներսիսյանը ցանկանա ինքն էլ գնալ փախնել կամ ինչ որ մի բան անել դեպի Ռուսաստան, հետո ասի որ ինձ հալածեցին, ինձ հալածում էին,
ինչ որ քաղաքական ապաստան խնդրի Ռուսաստանի Դաշնությունից կամ նման մի ձև ու հայտարարեմ, որ ինքը ամենայն հայոց կաթողիկոս է, մնում ուղղակի նրան Հայաստանի իշխանությունները ճնշումների միջոցով հեռացրել են Մայրաթոք Սուրբ Էջմիածնից, այսինքն նման սցենարը կարող է լինի, հիմա այս բացում են ցավոք փակագծերը, ու դա նաև մեծ հակադրություն կառաջացնի միանշանակ Հայաստանի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների միջև, բայց դրան կգնա Ռուսաստանի իշխանությունը, ես կարծում եմ, որ միանշանակ այդ քայլին իրենք կգնան։ Այդ քայլին ցավոք կգնան եւ դա տեղի կունենա ընտրություններից առաջ խորհրդարանական։ Դրա համար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման սցենար թույլ չտրվի, քանի որ ես համարում եմ, որ ցավոք դա հաջորդ իրատեսական սցենարներից մեկն է։ Այսինքն կա նման վտանգ, որը որ կարելի եւ ոչ թե կարելի, այլ պետք է անպայման կանխարգել է։ Այնպես չէ, որ 100%-ով նման բան տեղի կունենա, բայց այդպիսի վտանգ կա եւ պետք է հենց հիմա արդեն աշխատանքներ տարվեն, որ նման կանխարգելում լինի, հատկապես որ այդ պարգևատրումից հետո մենք հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը միանշանակ կգնա այդպիսի սցենարի եւ դա կլինի մի ավելնորդ շատ լուրջ լծակ ազդելու Հայաստանի վրա, Հայաստանի իշխանությունների, ժողովրդի հասարակության վրա։ Այսօր ինչպես նաև տեղյակ եք, վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցող պատարագին, եկեղեցի առ եկեղեցի, թեմ առ թեմ Հայաստանում շատ լուրջ շարժում է փաստացի տեղի ունենում եւ կարելի ասել, որ եկեղեցիները հերթով ազատագրվում են։ Այսինքն չեմ ուզում վատ նոտայի վրա ավարտել այս թեման, դրա համար ասում եմ, որ իրոք պատմական եւ շատ կարեւոր իրադարձություն է հիմա տեղի ունենում, բայց պետք է նաեւ զգուշ լինենք, կարճ ասեմ, չերկարացնեմ, պետք է շատ զգուշ լինենք, շատ խելացի գտնվենք։ Այսօր նաեւ Հռոմի Պապ Լևոն 14-րդն է հայտարարությամբ հանդես եկել, նա գտնվում էր Թուրքիայում, այցելել էր նաեւ հայ առաքելական եկեղեցի, խոսել է հայ առաքելական եկեղեցու մասին, հայ ժողովրդի ողբերգական անցյալն է հիշե եւ իր խորին երախտագիտությունն է հայտնել Տիրոջը, որ հայ առաքելական եկեղեցին եւ կաթոլիկ եկեղեցին միավոր եղբայրական կապեր ունեն, այդ կապերի համար իր խորին շնորհակալությունն է հայտնել Աստծուն։ Շատ լավ է, որ Հռոմի Պապան այսպիսի հայտարարություններ է անում եւ վերջին տարիներին իրոք մենք նկատում ենք, թե որքան լավ է տրամադրված կաթոլիկ եկեղեցին հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Անցյալում ունեցել են շատ լուրջ խնդիրներ, որոնք որ գալիս էին կոնկրետ հռոմեական եկեղեցուց, կաթոլիկ եկեղեցուց, բայց այսօր կարծես թե շատ բան փոխվել է, իրանք էլ են շատ փոխվել, այլևս ինկվիզիցիայով չեն զբաղվում, շատ կոպիտ եմ հայտնում, բայց իմաստը դա է, որ մեծ փոփոխությունների է ենթարկվել նաև կաթոլիկ եկեղեցին, ճիշտ է, իրենք էլ ունեն ուրիշ խնդիրներ դեռևս, եւ այդ խնդիրները հիմնականում սեռական բնույթի են, ավելի վատ եւ սարսափելի խնդիրներ, որոնք որ Փառք Աստծո մենք չունենք։ Խոսքը նաեւ միասեռական հարաբերությունների մասին է հոգեվորականների, բայց կարծում եմ այդ ուղղությամբ եւս հռոմեական եկեղեցին աշխատանք է տանում, այսինքն շատ եկեղեցիներ են այսօր ախտով վարակված եւ այնպես չէ, որ մեր եկեղեցին է միայն, եւ երևի թե մեր եկեղեցին էլի շատ եկեղեցիներից ավելի մաքուր է, Փառք Աստծո մաքուր է, բայց մենք պետք է աշխատենք, որ ավելի մաքուր լինի եւ այն պղծությունը, որը որ ցավոք կա, այդ պղծությունը եւս մաքրվի եւ վերանա մեր եկեղեցուց։ Հիմա սիրելի հայրենակիցներ, անդրադառնանք միջազգային հարցերին եւ խոսենք նրանց թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, փաստացի սիրիական զորքերը ցախալը հատուկ գործողություն է ձեռնարկել Դամասկոսից ոչ հեռու, որի ընթացքում 13 հոգի զոհվել է, տեղի բնակիչները, որտեղ որ հատուկ գործողություն էր իրականացնում Իսրայել, այսինքն Սիրիայում, շատ լուրջ դիմադրություն են ցուցաբերել իսրայելական զորքերին, որի ընթացքում Իսրայելը կորցրել է 1 զրահապատ մեքենա, Սիրիայի արտգործ նախարարությունը արդեն իսկ դատապարտել է Իսրայելի գործողությունները, այս իրավիճակին է հիմա միջամտում նաև Դոնալդ Թրամփի վարչակազմը, տեսնենք թե ինչ դուրս կգա, ինչ լարվածություն է
Շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց այդ լարվածությունը գիտեք վերջին շրջանում բավականին մեծացել էր, երբ որ Սիրիայում նոր իշխանություն հաստատվեց, հիմնականում այդ լարվածությունը կապված էր դրուզների հետ, փորձում էին Սիրիայի նոր իշխանությունները նեղել դրուզերին, իսկ հրեաները պաշտպանում էին դրուզերին, այսպիսի մի խառը իրավիճակ փաստացի դեռևս չի ստացվել պայմանավորվել, չնայած որ Դոնալդ Թրամփը բավականին մեծ եւ կարեւոր ջանքեր էր գործադրում նաեւ այդ ուղղությամբ։ Հանկիստ չէ նաեւ Իրաքյան Քրդստանում Իրան ավիահարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, սպանելով 11 ահաբեկչի, այդպես են տեղեկացնում Իրանի զորքերը։ Իսկական Մերձավոր Արևելքում եւս խառն է եւ մեկ-մեկ բավականին լուրջ սրացումներ են նկատվում։ Ուկրաինայի շուրջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում։ Հետաքրքիր է, որ նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարությամբ է հանդես գալիս, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը այսօր առավել քան երբեք պատրաստ են խաղաղության, ու ինչպես արդեն նշեցի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ֆլորիդայում մեկնարկել են բանակցությունները, հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մասնակցում է, ինչպես ասացի, այսինքն ղեկավարում է ուկրաինական պատվիրակությունը Ուկրաինայի պաշտպանության նախարարը, փոխվեց այդ կազմը հայտնի կոռուպցիոն սկանդալից հետո եւ Մարկո Ռուբիոն հայտարարությամբ է հանդես գալիս, որ այս պատերազմի դադարեցման նպատակը հիմնականում Ուկրաինայի անկախության պահպանումն է, ինքնիշխանության պահպանումն է։ Եվ այս խաղաղությունը թույլ կտա Ուկրաինային լինել խաղաղ եւ ինքնիշխան։ Կան տեղեկություններ, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջնական ճշտումներ է իրականացնելու ուկրաինական դիրքորոշման հետ կապված, թե ինչքան է պատրաստ Ուկրաինան զիջել եւ ինչպես տարածքային տարածքների մասին է խոսքը, հետո այդ ծրագիրը արդեն վերջնական տեսքի բերելով ամերիկյան կողմը Վիտկոֆի միջոցով այս գալող շաբաթ կներկայացնի Վլադիմիր Պուտինին։ Ավելին ոչինչ չեմ կարող ասել այս պահի դրությամբ, ահա սրանք են ամենաթարմ տեղեկությունները Ուկրաինայից։ Կարծում եմ արդեն նաև այսօր գիշերը մենք կունենանք ավելի թարմ տեղեկություններ, հետաքրքիր տեղեկություններ, որոնց մասին կխոսենք արդեն վաղը մեր նոր հաղորդման մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։